Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաներն են դեռ առջևում, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ զարգացումներ է լինելու հեռուստասերիալում։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, Ռուզաննա Մանուչարյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Էռնային, այլևս չի շարունակի նկարահանումները և երեկ տեղի են ունեցել նրա մասնակցությամբ վերջին նկարահանումները։ Թե ինչ է պատահել Էռնային, ինչու է Ռուզաննա Մանուչարյանը որոշել շուտ լքել նախագիծը, կիմանաք շատ շուտով, բայց մինչ այդ հեռուստասերիալում իսկապես հետաքրքիր զարգացումներ են և հեռուստադիտողները անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է ծրագրելու Մանանը և ինչպես է իր հարցերը լուծելու մակունցների ընտանիքի հետ։ Բայց մինչ այդ Ավոն ցույց է տալիս իր իրական երեսը։ Բայց մինչ այդ Ավոն Ռաֆի որդու կորուստը և իհարկե չփնտրելու մեղքը ամբողջությամբ բարդում է Դավիթ պապի վրա, Օլգային ասելով, որ հենց Դավիթ պապը թույլ չի տվել փնտրելու գտնել Ռաֆի որդուն և հիմա, երբ իմանա, թե ով է Ռաֆի որդին, ուղղակի կխլի Օլգայից։ Այս ամենը միայն մեկ նպատակ ունի՝ ինչքան հնարավոր է հեռու պահել Վովային հորից և իհարկե նրա եղբայրներից, որպեսզի չիմանան, թե իրականում տարիներ առաջ ինչի էր ընդունակ Ավոն և ինչու այդպես էլ չգտավ իր եղբոր որդուն։ Իսկ ավելին կարող եք իմանալ, եթե հետևեք մեր ալիքին ու չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Օլգան կհավատա Ավոյի ասածներին և Դավիթ պապին ճիշտը չի ասի, թե կորոշի բացահայտել այս գաղտնիքն ու ապրել խաղաղ հոգով։ Ողջույն, հուսով եմ, որ լավ եք։ Այսօր Պան Արմենյանի յութուբյան ալիքով կարող եք դիտել «Փախուստ մանկությունից շորթ» սերիալի վերջին սերիան։ Շնորհակալ եմ ձեզ դիտելու համար, շնորհակալ եմ լավ հետաքրքիր մեկնաբանությունների համար, շնորհակալ եմ առողջ խորհուրդների համար, շնորհակալ եմ հավանելու կամ չհավանելու համար, շնորհակալ եմ առհասարակ արտահայտվելու համար, ուշադրության կենտրոնում մեզ պահելու համար։ Այսօր կդիտեք վերջին սերիան, բոլորին բարի դիտում և իսկապես շնորհակալություն մեզ կողմնորոշելու համար։ Մենք հասկացանք, թե ինչ է հարկավոր ձեզ, ինչ եք դուք ուզում։ Պան Արմենյանի յութուբյան ալիքով այսօր ժամը 8-ին դիտում եք «Փախուստ մանկությունից շորթ» սերիալի վերջին սերիան։ Թե ձերքդ զենք է ընկել, հիմա 9 ամիս այդ զենքն օգտագործել ես մեր դեմ։ Ես ընդհանրապես ուզում եմ իմանամ Լեոին ինչ է կարել ու ինքը հիմա ուր է։ Աբրա համբեր ինչ Լեոն է, մամա լավ չի դիտենակ։ Ինակ ուզես ջուր բերեմ։ Չէ, ուզում եմ զանգես եղբորդ տեսնես ուր է։ Բայց կպատասխանի որ։ Դու զանգել իմա։ Որովհետև պապատ տնից դուրս գալուց առաջ մամայիդ համարյա թե սպանում էր։ Հա, կա տենց բան։ Չէ, ընկերս։ Արթուններս քեզ վգած եմ կերել ես։ Հիմա մեկ այլ թեմայի մասին խոսենք։ Հունիսի 1-ին Պան Արմենյանի յութուբյան ալիքով մեկնարկեց նոր ձևաչափով հեռուստասերիալ 24 մասից բաղկացած 10 րոպե տևողությամբ։ Շատ մեկնաբանություններ եմ լսել, շատ կարճ է, չենք կարողանում հագենալ, բա մի փոքր երկարանեիք։ Ինչու է սերիալների տևողությունը կարճ։ Երկար են կանում, ինչու է այսքան երկարանում, ինչ ձգձգում։ 16 սար, տեսեք ուրիշները ոնց են անում։ Կողմնորոշվեք, ժողովուրդ, կողմնորոշվեք, էլի, կողմնորոշվեք, և խնդրում եմ, ինձ այդ 16 ու 20 մասերի տեղը ցույց մի տվեք։ Վաղուց գիտեմ և վաղուց արել եմ։ Գիտեք երբ եմ արել 20 մաս 16 մասից բաղկացած հեռուստասերիալ։ 10 տարի առաջ։ 10 չէ, 10։ Շատերը չգիտեն դրա մասին և անընդհատ ինչ-որ ցույց են տալիս, ինչ-որ մարդիկ էլ, որ 20 մասեր են անում, սկսում են անպագորգոր խոսել, որ տեսեք մենք նման բաներ ենք անում։ Հետո արեք, լավ եք անում,
Ողջունելի է, որ աշխատում եք առհասարակ, ստեղծագործում եք առհասարակ, շատ ողջունելի է։ Շատ ավելի ողջունելի կլինի, որ ձեր միտքը գործածեք։ Շատ ավելի ողջունելի կլինի։ Գրքեր շատ կարդացեք, պաշարը ավելացրեք եւ ստեղծագործեք։ Ուրիշներից մի վերցրեք։ Բայց եթե անգամ վերցնում եք եւ կարողանում եք գեղեցիկ սկուտեղով մատուցել, լավ եք անում։ Բայց մի ասեք էլի, որ մենք սենց, որ մենք նենց, լավ եք անում, արեք։ Մենք այդ